Հանրապես ոչ մի տարօրինակ բան չկա, ուղղակի հիմա արդեն ամեն ինչը խաղաղված է, ժողովուրդը իր առօրյայով է զբաղված, բայց բնականաբար մտահոգությունները կան ոչ միայն հայ համայնքի մոտ, այլ լրիվ երկրում բնականաբար մտահոգություններ կան եղածի կապակցությամբ, բնականաբար նաև ժողովուրդը վրդովված է, սպասում են պատասխան հարվածի, բնականաբար Իրանը կգնա պատասխան հարվածների, սպասում ենք նաև հրթիռային հարձակում, պետք է սպասել եւ տեսնել։ Քաղաքներից կան տվյալներ Իրանի, օրինակ հայերի շրջանում տուժածներ, վիրավորներ այդ հարվածների հետևանքով։ Ընդհանրապես որևէ հայ չի տուժել, որևէ հայկական համայնքը որևէ տուժած չունի։ Միայնակ ամենամոդիկ հարվածը որ եղել է Թեհրանի Նարմակ քաղաքամասի, որը հայկական ամենամեծ թաղամասն է, դրանից ուղիղ գծով երևի մի 1000 մետր հեռավորության վրա հարվածներ եղել են, բայց համայնքին ընդհանրապես որևէ բան չի ասել, որևէ մտահոգություն համայնքում չկա, մտահոգությունը ընդհանուր երկրի համար, միջազգի համար։ Այսինքն մտահոգությունը այն է, որ հնարավոր է շարունակվի եւ ավելի մեծ մասշտաբների հանգի իրավիճակը։ Բնականաբար Իրանը գնալու է պատասխան հարվածների, չի կարող դրան անտեսել, որովհետեւ հարվածները շատ մեծ են եղել, բավական ազդեցիկ դեմքերի են խլել Իրանից, թե ռազմական, թե գիտական ոլորտներում, եւ Իրանը չի կարող դրանից անցնել եւ անպայման հակահարվածները դալու է։ Քանի որ նաև նշվում է, որ ինչ որ միջուկային տեխնոլոգիաների հետ կապված օբյեկտների են հարվածել, այդ առումով ձեր մոտ կան մտահոգություններ։ Արդեն հանգիստ է եւ իրանական կողմը եւ միջազգային հաստատությունները այդ մասին հայտարարեցին, երևի լսեցիք նաև հայտարարությունը այդ կապակցությամբ, որ որևէ ռադիոակտիվ բաներ չկան, վտանգներ չկան, որևէ հարց չկա, ոչ Բուշերի ատոմակայանն է հարվածի տակ հայտնվել, ոչ էլ ինչպիսին է Նաթանզում, որ հարվածվել են, դրա արդյունքում որևէ ռադիոակտիվ բաներ չեն եղել։